Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 29-ին ներկայ է եղել ոստիկանության եւ փրկարար ծառայության ստուգատեսին։ Ծառայությունների ղեկավարները նախարարին ներկայացրել են տոներին ընդառաջ օպերատիվ իրավիճակը եւ ուժեղացված ծառայության համատեքստում ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Նախարարին է ներկայացվել օգտագործվող հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների հագեցվածությունը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին եւ հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում, ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ Բարձր գնահատելով հանրապետության ավտոճանապարհներին փրկարարների եւ ոստիկանների 24/7 ռեժիմով ծառայությունը, հորդորել է շարունակել եղանակային փոփոխություններով պայմանավորված բարդ իրավիճակներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու եւ ահազանգերին օպերատիվորեն արձագանքելուն ուղղված միջոցառումները։ Նախարարը նշել է, որ հատկապես տոնական օրերին հանրային անվտանգության ապահովումը առավել համակարգված մոտեցում է պահանջում, հորդորելով ծառայողներին կենտրոնանալ հնարավոր դեպքերի պատահարների կանխարգելման վրա։ Արփինե Սարգսյանը ոստիկաններին հանձնարարել է շարունակել խիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ, հատուկ ուշադրություն դարձնել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև առանց զմերեն ամադողերի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերին։ Ձեզ էլ են տանը սպասում, ինչպես որ մյուս քաղաքացիներին, այնպես որ ավելի անվտանգ գործեք, որ կարողանաք մյուսներին օգնել եւ երկրորդ դուք էլ անվտանգ մնաք ու խնդիրներ չունենաք։ Նախարարը բարի եւ անփորձանք ծառայություն է մաղթել փրկարարներին ու ոստիկաններին։ Ստուգատեսից հետո ստորաբաժանումները անցել են ուժեղացված ծառայության։ Դեկտեմբերի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4302 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 118 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 166 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 233, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 28, ժամանակապված վարելու 349, առանց մանկական նստատեղի քարսիթի 13, վարելու ընթացքում ծխելու 341, վարելիս հեռախոսից օգտվելու 230, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 45 եւ 1618 այլ իրավախախտում, 121 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 165-ը տեխնիկական զննություն չանցած, 40-ը լուսարձակների անսարքությամբ, 68-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 238-ը առանց զմերային անվադողերի։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 50 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12029 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 257 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 337, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 5 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 62, ժամանակապված վարելու 2681, առանց մանկական նստատեղի քարսիթի 121, վարելու ընթացքում ծխելու 312, վարելիս հեռախոսից օգտվելու 415, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 35, արագության գերազանցման 1736 եւ 3882 այլ իրավախախտում, 371 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 599 տեխնիկական զննություն չանցած, 730-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 54 բեռնատար, 135-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 609-ը առանց զմերային անվադողերի, 115 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ։ Ներքին
Ներքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր տարի ամանորին ընթառաջ նախարարության աշխատակիցների եւ ծառայողների երեխաների համար հաճելի անակնկալներ է պատրաստում, ապահովելով մանուկների տոնական բարձր տրամադրությունը։ Ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ փոքրիկները դեկտեմբերի 24-ից 30-ը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն ունեցան դիտել երազանքների եւ Սուրբ Ծննդյան հրաշքի մասին Քրիս Վան Օսբուրգի Բևեռային ճեպընթաց գրքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը։ Դահլիճում ամանորյա կախարդանքով լի մթնոլորտ էին ստեղծել թատրոնի դերասանները ինտերակտիվ պարերի, լուսային ու ձայնային էֆեկտների միջոցով։ Ես երգում էի, պահում էի։ Թամին ինչ-որ մեկը չհավատա, նենց արեց, որ չհավատա ձմեռ պապիկին, բայց հետո իրեն հավատացրեցին։ Ուր էին գնում երեխաները։ Գնում էին ձմեռ պապիկի մոտ։ Ձմեռ պապիկի։ Հա, ձմեռ պապիկի, որ գնում էին Հյուսիսային Բևեռ։ Լավ էր, դուրը տեկավ։ Հա։ Անակնկալներն այսքանով չէին ավարտվում։ Ներքին գործերի նախարարության կողմից երեխաները նաև նվերներ ստացան։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Բևեռային ճեպընթաց ներկայացումը դիտել է գերատեսչության աշխատակիցների եւ ծառայողների ավելի քան 7000 երեխա։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։ Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։
16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-պատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։